Դուք եք այդպես մտածումները չեմ, միշտ էլ Արարատը մերն ա եղել։ Նաև այս 10 եպիսկոպոսները հայտարարությամբ են հանձնվել եկել, նշել են, որ Գարեգին II-ը պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Այսօր նման նրա իրենք ոչ իրավունք ունեն, ոչ է կարող են նման բան ասել, որ պարտադիր իրավունք ունեն հրավիրելով։ Դա իրանք չի վերաբերում։ Իսկ առանց նրա մեր եկեղեցին մոնարխիկ կազմվածք ունի։ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռն է բոլոր հնարավորությունը ցանկացած բան կարող է անել։ Իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը խորհրդատվական մարմին է։ Գործադիր մարմին չէ։ Իսկ ինչու՞մ է։ Հարցը միշտ ամեն անգամ տալիս եք դուք եւ պատասխանը միշտ էլ լսել եք, չէ՞։ Եկեղեցին երբևիցե արագ կարգալույս չի անում։ Բոլոր իր գործիքակազմերը սպառում է եւ տեսնում է, որ ոչ մի հնարավորություն չկա, նոր այդ քայլին դիմում է։ Հիմա կա այդ հնարավորություն ինչ է տեսնում։ Հիմա հնարավոր է այդ Կարող է, ինչ չէ։ իրավիճակը ստեղծվի։ Կարող է։ Սրբազան, դուք երկար ժամանակ ծառայել եք ձեր հոգևոր եղբայրների հետ, որոնք այսօր հավաք են կազմակերպել։ Իրենցից ինչ եք սպասում։ Արունահեղությունների կամ բախումների կգնան։ Ես չեմ կարծում իրանք, որ նման բանի գնան։ Իսկ այս հավաքը բացառում է հոգևորականը նման։ Ճիշտ ասած ոչ։ Դուք կիսում եք այն տեսակետը, որ այս հավաքը նույն Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքն է, պարզապես Եպիսկոպոսների Միանշանակ։ Սրբազան հայր։ Այդ 10 հոգին 10 մարդ չէին կարող հավաքել։ Ինքը ասում է, ես չեմ ուղղորդել, բայց ողջունում։ Սրբազան հայր։ Չեմ ողջունում, աջակցում եմ։ Ինչ է նշանակում։ Ողջունում եմ։ Աջակցել է ուրիշ բան է, ողջունել ուրիշ բան։ Սրբազան հայր, ձեր եղբայրները ձեզ այս նախկին ծառայակից եղբայրները ձեզ ճնշումների տակ են։ Միանշանակ, իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով այո։ Իսկ փորձել եք Ինչ է նշանակում մեկ օր առաջ ուրիշ բան ասել, իսկ հետո լրիվ այլ ուրիշ բան Իսկ ասել։ ինչը կարող էր պատճառ դառնալ ճնշումների նրանց նկատմամբ։ Իրենց պետք է հարցնեք։ Լավ, Սրբազան, զրուցելու առիթ ունեցել եք, տարհամոզելու։ Իսկ իրենք փորձել են Եվ չեմ էլ ուզում։ Բայց փորձել են իրենք ապերով Չգիտեմ, գտնել։ ես չունեմ տեղեկություն եւ ցանկություն էլ չունեմ իրենց հետ շփվելու։ Սրբազան, այդ գործողությունները վնասում են եկեղեցու վարկանիշին։ Վարկանիշին չէ, վարկանիշը ընդհակառակ ավելի բարձրանում է, բայց եկեղեցին խոցվում է։ Սրբազան հայր, կարծում Բայց եք եկեղեցին ինչքան էլ խոցվի, եկեք նայենք, որ դա աստվածաբանորեն Քրիստոսի մարմինն է։ Թուրք են պիտաղես։ Եկեղեցին երբեք չի կարող տուժվել, բայց եկեղեցական կառույցի աշխատակիցները եկեղեցու առաքելությունը կարող է տուժվել։ Սրբազան ինչ եք Ընդհակառակը կարծում։ եկեղեցին մի զորանում է նման դեպքերում։ Սրբազան ինչ եք կարծում, սա կդառնա ժողովրդի համախմբման միտում, առիթ, որ նրանք համախմբեն եկեղեցու շուրջ։ Առանց էդ էլ արդեն եկեղեցու շուրջ հավաքված են շատ մեծ հոս բազմություն։ Եվ իրենց վախը սա է։ Սրբազան հայր, կարծում եք որքան էլ ուժեղ լինեն կոմպրոմատները, որքան էլ մեծ լինեն, դրա հետ միաժամանակ արժե Մայրաթորի դեմ դուրս գալ։ Արդարացվում է այդ քայլը։ Նայեք, գիտեք, Մայրաթորը մարդկային կառույց չէ, Աստծո կողմից ստեղծված հիմնադրված կառույց է։ Հիմա ձեր հարցին, ով որ դուրս գա Աստծո դեմ, ինչ կլինի իրեն։ Չէ՞ որ ճնշում էին նաև Արշակ Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, բայց նրանք չտրվեցին այդ ճնշումը։ Որովհետև ավետարանը ասում է, ես եմ հովիվ ընքաչ։ Ուրեմն իրենք լավ հովիվներ էին։ Կոմպրոմատներ ունեն այդ եպիսկոպոսների։ Իրենց տեսնեք, իրենց հարցրեք։ Տարբեր խոսակցություններ կան, այդ նույն պատմությունները, անձնական կապերի մասին նաև այլ եպիսկոպոսներ։ Ես իրենց փոխարեն չեմ կարող որևէ բան ասել։ Ես ասեցի իմ սուբյեկտիվ կարծիքով, այո։ Արմավիրի թեմի առաջնորդը նշում էր վերջին պատարագին, որտեղ մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը եւ անձամբ էր Նիկոլ պատարագ մատուցում թեմի առաջնորդը։ Նշում էր, որ զեղչելը դա կանոնական խախտում չէ եւ իրենց որոշելուն է, ասած որ իմ անունն է կարող են զեղչել, այս մասով ինչ կասեք, խախտում է թե խախտում չէ ոչ։ Ինչ ասեմ, եթե հոգեվորականը նման բան պիտի ասի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Լուրջ աստվածաբանական խնդիր է, եկեղեցու միության, առաքելական հաջորդականության խնդիր է։ Եթե եկեղեցու միությունը զեղչում ես, եթե առաքելական հաջորդականությունը դու չես ընդունում, ինչի մասին է խոսքը։ Հիմա իրենց սպասվում է որ կարգալույց կարվեն, ինչպես է բերելու կանոնական դաշտ կաթողիկոսը նրանց, ինչպես է բերելու կանոնական դաշտ։ Կլինի կտեսնեք։ Սրբազան նաև խոսվեց օրվա դա ենթադրում Դե է հիմա ժողովը չեղած որովհետեւ բան չեղած ես հիմա ինչպես կարող եմ իմանալ։ Չէ, եպիսկոպոս չէ, Գերագույն հոգևոր։ Անվանել է աղանդավորներ կաթողիկոսին եւ նրա կողմնակից հոգեվորականներին, ասում աղանդավորներին։ Դա մարդը վաղուց ինքը դադարել է բանական մտածելից։ Ձեր կարծիքով Ինքը վերջնահաշվակ է արել, առողջ մտածելակերպ է։ Այդ մարդու ասածների հետ
Ինչպես կարող ես իրեն բան։ Ձեր կարծիքով հնարավոր է, որ այլ աղանդավորական կազմակերպություններն աջակցουν Փաշինյանին այս ամեն ինչ էլ հնարավոր է։ Եվ հնարավոր է նա կամանորին մենք տեսանք նախորդ տարի Վեհապարը ելույթ ունեցավ հանրայինով, օրինակ որևէ աղանդավորական կազմակերպության հոգևոր հոբիտ ելույթներն չի բացառում։ Թող ժողովուրդը տեսնի ինչ է Երագույն կատարում։ հոգևոր ժողով նախատեսված է։ Այո, Այսօր Սրբազան այդ միջազգային արձագանքը համարժեք է գնահատում։ միջազգային արձագանք չկա։ Նկատի եկեղեցիները, ձեր քույր եկեղեցիները Քույր եկեղեցիներն են արձագանքել, եկեղեցիների համաշխարհային խորհուրդն էլ է արձագանքել, եվրոպական եկեղեցիների միությունն էլ է արձագանքել, բայց համարժեք չեն։ Լռությունը ինչով եք պայմանավորվում, դուք նշեցիք, որ չկա արձագանք միջազգային։ Քաղաքական հարցեր են լուծում։ Այսինքն Մայրաթորը նաև գեղոքաղաքական է, այսպես թիրախում է։ Հայաստանն է, Հայաստանը դարձել է այդ քաղաքական կենտրոնը։ Մեծ աշխարհակաղակական կենտրոնների արանքում Հայաստանը դարձել է տարադրամ փոխանակման։ Դա միայն ներքաղաքական խնդիր չէ, կարծում եք այսքան գլոբալ ինչ-որ տեղերից են, որտեղից է միանշանական դրսից, ամբողջը դրսից է։ Ինչ ծառայություն կամ Որ կենտրոնին եք կասկածում այս քայլերն իրականացնելու գործում։ Չեմ կարող ասել, բայց աշխարհակաղակական կենտրոններն են նման հարցերը լուծում։ Ինչ որ կատարվում է Ուկրաինայում, այլ ուրիշ երկրներում, որ կատարվում են այս ամենը։ Այսօր հարց, ձեր կարծիքով, չնայած էլ այդ հարցը հնչեց, հələ եպիսկոպոսներին մի կողմ տոնենք, որ շատ էլի հոգևորականներ կան ավելի ցածր կարգավիճակով, որ այդպես դարձել են նիկոլական։ Դուք շփվում եք էլի հետները, երբանից այդ հատկությունները իրենց մոտ առաջացան։ Ճիշտ ասած, ես այդքան շատ չեմ տեսել։ Ինչ է դրթեց, որ եկեղեցու մեջ եւս Նիկոլա Պաշտ, Աստծուն թողնեն սկսեն Նիկոլին պաշտել։ Դաստիարակության խնդիր է։ Դուք այդպես ինչ որ բաներ տեսնում եք։ Չեմ տեսել։ 1-2 հոգի։ Ես կարող եմ հստակ իմ թեմում ասեմ, որ նման բան չկա։ Ես ես ճիշտ հասկացա, այսօրվա այդ ժողովում լինելու է նաև 10 եպիսկոպոսների հարցը։ Չեմ կարող ասել, ասի ժողովին դեռ միջև չմասնակցեմ, չեմ կարող։ Ուզում եմ հասկանալ օրակարգում կան նրանց։ Օրակարգից տեղյակ չեմ։ Սրբազան այս օրերին ձեզ այցելել օրինակ աշխատակից։ Ընդհանրապես ոչ մեկ։ Ոչ Դուք մեկ։ բացառում եք, որ այսօր բարձրաստիճան հոգևորականների էլի կձերբակալեն։ Ոչ մի բան չես կարող բացառել։ Սրբազան Խնդրեմ։ մանավանդ որ ձեզ թիրախավորել էր Աննա Հակոբյանը իր գրառումներից մեկում Երա պատասխանը ստացել էր հաղորդներուց մեկում։ էլի դիտեն ձեր հարցազրույցը օրինակ այսօր հենց այս պահին եւ որոշեն։ Թող որոշեն։ Ինչ պետք է անեն։ Ձեր բացակայությունը էլ ավելի խոցելի չի դարձնի եկեղեցին։ Չէ։ Ինչ պետք է խոցելի դառնա։ Դուք սպասում եք, որ 10 եպիսկոպոսներ կմիանան, նման հայտարարություն կանեն։ Անկեղծ ասած ոչ։ Հատկապես ումից չեք սպասում։ Ինչով եք պայմանավորում, օրինակ ինչ եք կարծում։ Մայրաթորում սնված անձը չէր կարող նման բան անել։ Իրենց հետ այս օրերին զրուցել եք, իրենց դիրքորոշումը ճշտել եք, կապի դուրս գալիս են։ Ոչ մեկի հետ չենք խոսել, ասեցինք, որովհետեւ մեկի հետ չենք կապ չենք հաստատել ու չեմ էլ ուզում հաստատել։ Իսկ իրենք փորձել են վեհապարի տեղյակ եք կապ հաստատել։ Դարձի բերելու համար գոնե չեք ուզում կապ հաստատել իրենց հետ, խոսել։ Բազմաթիվ անգամներ հրավերներ եղավ իրենց։ Չեք անհրաժեշտ։ Հա? Դե հրավերը եղավ եւ ընդհակառակ ավելի սաստացավ իրենց կողմից հարձակում։ Կարգալույց հանանների մասնակցություն ինչ է կարծում կլինի։ Օրինակ Ստեփան Ասատրյանը Որտեղ լինի։ այստեղ եպիսկոպոսների հրավիրած հավաքին։ Չնա ինչ իրավունք ունի։ Կարգալույց քահանան է։ Ինչ իրավունք ունի մասնակցելու։ Բակում երևի։ Դե Բաքում ցանկացած մեկներ կարող են գալ, բայց ժողովին ինչ իրավունք ունեն իրենք մասնակցել։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է կրկին, որ Հայաստանը վեհապար չունի, կաթողիկոս։ Հայաստանն էլ վարչապետ չունի։ Բազմաթիվ անգամ ասված է։ Սրբազան, տեսեք, Գևորգ եպիսկոպոսի մասին են շատ ասում, որ ինքը այսպես հորպես է ընդունել վեհապարը նրա զավակի նման իրեն ծնել է, աճացրել է, մեծացրել է, բազմաթիվ խնդիրներից ու փորձանքներից է փրկել եւ հիմա այսպես դավանափոխ եղավ կամ տիրադավ եղավ։ Իր մասով ինչ կասեք, դուք հետո ինչպեսի հարաբերություն։ Նայեք, ասեմ, բոլոր 10-ի համար էլ սա էլ եմ կրկնում, մեզ յուրաքանչյուր հոգևորականի համար դա անձնական ողբերգություն է, անձնական, որովհետեւ բոլորի հետ մենք մեծ մասը եղել են մեզ ավակ եղբայրներ, մի մաս եղել են ընկերներ եւ այսօր այս ջրբաժանն է առաջացել։ Ուղղակի ցավ է մեզ համար։ Իսկ ինչ է կարծում, հնարավոր է վեհապարը եւս փորձեն ջարդակալել կալանավար, իսկ քրեական ճանապարհով փորձեն ազատվել նրանից։
ոչ մի հիմք չունեն։ Բայց քանի որ Հայաստանում անօրինական երկիր է դարել, մայր օրենքը սահմանադրությունը վաղուց լռել է, ամեն ինչ հնարավոր է։ Ունենալը դեռ հիմք չէ։ Կամ արտա ամեն ինչ կարող է լինել։ Դες հայտնի է Իսկ օրինակ լավ հերիք է ժողովուրդ։ Ջոյանին այդ Լավ հերիք է արդեն։ այն մյուս հոգեվորականին Դու շատ ես հարցրել են։ ոչինչ